Բաքվում Ալիևի վարչակազմը հոգեխանգարմունքի մեջ է ընկել։ Փաշինյանի թիմի այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը մտահոգում է նաև կրտսեր Ալիևին։ Բաքվում մտավախություն ունեն, որ հարցականի տակ է դրվում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Եթե սահմանադրական փոփոխություններ չկա, ուրեմն խաղաղության պայմանագիր չի կնքվել, չկա խաղաղության պայմանագիր, Հայաստանի առկա իրավիճակը կախված գնում է։ Ալիևի արտգործնախարար Բայրամովն էլ մյուս կողմից է հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ միջպետական հարաբերություններ սկսել, եւ ըստ Բայրամովի սկզբունքային հարցեր կան, որոնց մասով ինքն ու իր վերադասը համաձայն չեն խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակության հետ։ Հայաստանում սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելու քվեներ չապահովելու կասկածից հետո Ադրբեջանն անմիջապես հայտարարեց Հայաստանի հետ հարաբերություններ վարելու նոր պայմանների մասին։ Խաղաղության պայմանագիր չկա, շրջափակումը չի վերացվի։ ԹԻՊ-ը կարող է աշխատել, բայց դա տնտեսական շրջափակման վերացման հետ կապ չունի։ Սահմանադրական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի падգամավորների ձայների առնվազն 2/3-ը։ Նախնական տվյալներով, սակայն քաղաքացիական պայմանագիրը ստանում է 105 մանդատից 64-ը, ինչը համապատասխանում է խորհրդանի կազմի 3/5-ին։ Սա ըստ սահմանադրագետի բավարար է սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու համար, այդ թվում ընտրական օրենսգրքում, դատական օրենսգրքում եւ ազգային ժողովի կանոնակարգում, սակայն բավարար չէ նոր սահմանադրության ընդունման գործընթաց սկսելու համար։ Այնպես որ սահմանադրություն փոխել կամ նոր սահմանադրություն ընդունել նոր ձևավորվելիք խորհրդարանով հնարավոր չի ամեն պարագայում։ Պողոսյանի ձևակերպմամբ, եթե ձայների վերջնական հաշվարկից հետո խորհրդարանն անցնի նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ապա քաղաքացիական պայմանագրի մանդատների թիվը կարող է նվազել մինչև 61։ Այդ դեպքում իշխանական ուժը կկորցնի նաև այն որոշումները միանձնյա ընդունելու հնարավորությունը, որոնց համար պահանջվում է падգամավորների ձայների որակյալ մեծամասնություն, խորհրդարանի կազմի 3/5-ը։ Խոսքը մասնավորապես գլխավոր դատախազի ընտրության, սահմանադրական դատարանի եւ վճռաբեկ դատանի դատավորների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց նշանակման մասին է։ Եթե ասենք թե ԿՊ-ն ուզում է, որ որևէ փոփոխություն կատարի այդ օրենքների մեջ, դրա համար ինքը պետք է 3/5 մեծամասնություն ունենա։ Եվ այդ պարագայում ինքը բնականաբար պետք է բանակցի անդիմադիր ուժերի հետ, որպեսզի այդ 3/5 ձայների մեծամասնությունը կարողանա ապահովել։ Ըստ վերլուծաբանների, ինչպես եւ կանխատեսվում էր, Ադրբեջանը նպատակ չունի եւ չի էլ ունեցել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարելի ասել եւս մեկ առիթ դարձան Բաքվի բռնապետի համար ավելի ընդլայնելու իր պահանջները, նոր նախապայմաններ դնելու Հայաստանի իշխանությունների դեմ, այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Չնայած վերլուծաբանների մի մասը համարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու որոշողն այնպես չէ, որ Ալիևն է։ Այստեղ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Թուրքիան։ Դրան էլ պարտավոր է ենթարկվել Ալիևը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։